Ինչ է կարծում, Հրաչյա, ինչով կավարտվի այս փորձը Ուկրաինայում հակամարտությունը ավարտելու։ Դժվար է ասել, որովհետև երկու կողմն էլ անհասկանալի վիճակում են, այդպես ասենք, ուղղակի եթե փորձենք ամենահասկանալին ամերիկյան կողմը։ Հա, ուղղակի եթե փորձենք գնահատական տալ, եթե մի քիչ տենց երկարից 4 տարին հիշենք, 3 տարին հիշենք, կարելի է ես երևի կասեմ, որ կարելի է պարզից միանգամից ասում եմ, որ Ռուսաստանը պարտվել է այս պատերազմում։ Այս Ռուսաստանը այն խնդիրները, որը դրած էր իրան առջև, որովհետև այն ինչ անելու էր տևեց 4 տարի։ Չէ, բացի դրանից այն խնդիրները, որը դրել է, նվեր ինքը չկարողացավ հասնել, եթե հիշում եք, ինքը դնում էր խնդիր վերցնել Ուկրաինան լրիվ, ուկրաինական պետությունը վերցնել համահսկողության տակ, մտնել Կիև, ամեն ինչ վերցնել, այնտեղ դնել իրանց մարդը, Ուկրաինան որպես պետություն պիտի վերանա դառնա Բելարուսիա, ինչ որ տենց մակարդակի վրա։ Փաստորեն խնդիրները ինքը չկարողացավ լուծել։ Ընդամենը 3 տարում վերցրեց 20%-ը տարածքի, ընդամենը 20%-ը, եւ ի վիճակի չէ ողջ Ուկրաինան վերցնել մի կողմից, բայց մյուս կողմից Ուկրաինան էլ ի վիճակի չի հետ վերցնել այդ հողերը։ Դեռ վերականգնի ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը։ Եվ ինչ որ մսաղաց է ստացվել, որտեղ երկու կողմերն թուլանում են, բայց հաղթանակի հասնել ոչ Ռուսաստանն է կարողանում, Պոկրովսկը 16 ամիս փորձում են վերցնել, մինչև հիմա չեն վերցրել։ Շատ չնչին կամաց առաջ է գնում, բայց ահռելի մեծ կորուստներով։ 3 տարում 20%։ Ոչ Ռուսաստանն է կարողանում հասնել նպատակին, երբ Ուկրաինան լրիվ վերցնում էր վերահսկողության տակ, բայց եւ Ուկրաինան ի վիճակի չի վերականգնի ամբողջականությունը, տարածքային ամբողջականությունը եւ կանգնեցնի այդ պատերազմը։ Բայց երկու կողմեր ինչու է Ամերիկան Վաշինգտոնը ասում բերեք հաշտվենք ռուսական պահանջների հետ։ Դա ինձ համար մի քիչ անհասկանալի է, ինձ համար անհասկանալի է ինչու Տրամպը այդքան հրապարակորեն եւ պարզ կանգնում Ռուսաստանի Պուտինի մեջքին, ինձ համար դա անհասկանալի է։ Ավելի տրամաբանական կլինի, որ ինքը Միացյալ Նահանգները իր իմիջով, իր կառուցվածքով, ինքը միշտ կանգնում է ագրեսիայի դեմ իբրև, ինքը ազատության, ժողովրդավարության եւ այլ, իրանք 80 տարի այդ ուղղությամբ են գնում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Միացյալ Նահանգների դու հիշում ես, ինձ ման ջահել չես, Միացյալ Նահանգների իմիջը, ազատություն, ջինսի, ռոք մուզիկա եւ Այդ ամեն ինչ ինքը հանձնում է, հիմա կանգնում է ավտորիտար կայսրության մեջքին, որը ռազմական հանցագործություններ է կարող, մենք գիտենք, որ այնտեղ ռազմական հանցագործություններ կա, այդ նման իշխանավորի դերակատարի մեջքին կանգնում է եւ փորձում է հանձնել Ուկրաինային, որին վրա հարձակվել են, որը այստեղ է երևի եւ այստեղ հակասություն է մտնում հակասություն եվրոպացիների եւ Վաշինգտոնի Եվրոպան է ուրիշ խնդրեմ է Եվրոպան իրար խնդիրների մեջ մտնում է խնդրի մեջ որովհետեւ Եվրոպան այս երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ կոմֆորտային վիճակում էր մտել որովհետեւ անվտանգության խնդիրները երաշխիքները տվել է Միացյալ Նահանգներին Միացյալ Նահանգներն են ապահովում Եվրոպայի անվտանգությունը։ Դա իրան ցույց տվել շատ կոմֆորտային, զարգացնել իր պետությունը, զարգացնել իր հասարակությունը, սոցիալ հարցեր լուծել եւ այլ։ Եվ հիմա միանգամից Եվրոպան պարզվել է, որ Միացյալ Նահանգները կարող է դուրս գա եւ Եվրոպան պիտի լուծի ուրիշ խնդիր։ Ոնց ենք վերականգնում ռազմամարզական համալիրը, ոնց է կարողանում պաշտպանվի Մի կողմից տարօրինակ է, որովհետև Եվրոպայի ընդհանուր ներուժը տնտեսական, ռազմական դաժե եթե հաշվեք, մի 20 անգամ ավելի մեծ է, քան թե Ռուսաստանին։ Բայց այսօր այս հզոր շուկան, այս հզոր երկրները ի վիճակի չեն կանգնեցնել Ռուսաստանին։ Իրանք կանգնած են խայտարակ լուծումների առջև, իրանք ուկրաինական պատերազմը իրաց փաստորեն հնարավորություն է տալիս սկսել այդ փոխակերպումները։ Բայց իրանք հասկանում են, եթե կորցնեն Ուկրաինան, հաջորդը կլինել է արդեն Եվրոպան։ Գրեթե բոլորը ավելացնում են իրենց ռազմական բյուջեն։ Ավելացնում են, բայց ջարդելը շատ հեշտ է, վերականգնելը, մանավանդ ռազմաարդյունաբերական համալիրը շատ դժվար է։ Այդտեղ 5-10 տարի ջանքեր պիտի դնես նպատակահարմարից, եւ այդ ջանքերը դնելու պիտի գումարներ ուրիշ տեղից վերցնես։ Դա նշանակում է քո սոցիալ ծրագրերը պիտի փոքրացնես, այդ էմիգրանտների ընդունված այդ բոլորը պիտի
եթե այդ այն հայտարարությունները ճակետները ման հասկանալի, որը կատարվել է այս 15 տարվա ընթացքում, ոնց է դա լուծելու։ Եվ այստեղ հիմնական խնդիրը եվրոպական պետությունները արդյոք կամք եւ ցանկություն ունեն ճանապարհով գնալ։ Ինձ համար հիմնական հարցը այդտեղ է, եվրոպական պետությունների հասարակությունները պատրաստ են ճանապարհով գնալ։ Պոլշան, Ռումինիան, Արևելյան Եվրոպայի երկրները հա պատրաստ են, Բալտյան երկրները, որտեղ թևական սպառնալիքի առջև են կանգնած ռազմական։ Իրանք այդ ամեն ինչ անում են, բայց խորքային, ավանդական կայացած Եվրոպան արդյոք պատրաստ է ճանապարհով գնալ։ Ինձ համար այդ հարցը հարաբերական չունի, որտեղ կան լավ հայտարարություններ, ճոխ, լավ տեն ճար խոսում են, բայց իրական փոփոխությունները հողի վրա ցավոք սրտի այնքան էլ մեծ չեն։ Ռուս-ուկրաինական պատերազմի որ արդյունքն է մեզ հետաքրքիր կամ որ արդյունքն է, որը մեզ չեմ ուզում այդ բառը կիրառել, բայց դա ավելի է ասում շահեկան։ Շահեկանը, որ Ռուսաստանը չհաղթի, որ այստեղ իրավիճակը, երբ երկու կողմ ոչ ոք չի հաղթելու։ Այստեղ իրավիճակ, որտեղ երկու կողմն էլ չեն հաղթելու, այդ պիտի հասկանանք, ոչ Ուկրաինան է հաղթելու, ոչ Ռուսաստանն է հաղթելու։ Եթե Տրամպին հաջողվի պայմանագիր ստորագրի, դա լինելու է սառեցված պատերազմ, ոչ մեզ մոտ է եղել 54 թվականի հարադատարը, որ ստորագրվել է, կլինի սառեցված պատերազմ եւ հետո Ռուսաստանը երևի Ուկրաինան այդքան ներուժ չի ունենալու, նորից կփորձի լուծի այդ խնդիրները շարունակի պատերազմը։ Այստեղ պատերազմը շարեցնելու է իմ հարցիկով, եւ ոչ մի կողմը չեն հաղթելու։ Երկու կողմն է զգալով իրաց պարտված։ Բայց այստեղ մի մեծ խնդրեմ է սկսվում, որտեղ Ռուսաստանը ավանդական նման պատերազմներից դուրս գալուց մտնում է աղետի մեջ, կոլապսի մեջ։ 1917 թվականի առաջի համաշխարհային պատերազմից դուրս գալու այդ հնարավորությունը բերեց բոլշևիկյան հեղաշրջան ներքին տնտեսական ոչ թե տնտեսական վերնախավի մեջ այդ ինքը պահել իշխանությունը երբ դու այդպես ես դուրս գալիս պատերազմից շատ դժվար է Աֆղանստանի պատերազմից դուրս գալուց հետո 79 թվականի 85 թվականին Գորբաչովն է գալիս եւ Սովետական միությունը փլուզում է անսպասելի եւ առաջի համաշխարհային պատերազմից հետո է անսպասելի Եվ 91 թվականին է անսպասելի։ Ռուսաստանը նման պատերազմից դուրս գալով մտնում է անսպասելի վիճակ։ Եվ դա բոլորի համար վտանգավոր է եվրասիական տարածքում իհարկե մեզ համար է նույն ձևի։ Եթե հաշվի առնենք Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ Հիմա ձեր նշածի ազդեցությունը մյուս կոնֆլիկտների վրա ինչպեսին պետք է ընդհանրել։ Եթե Ռուսաստանը ուշքի գա, եթե ինքը կարողանա սառեցնել ուկրաինական ուղղությամբ իր այն պոզիցիաները, որ ինքը ունի, ինքը կարող է հետո նայի դեպի Կովկաս ասեն կամ կենտրոնական Ասիան, որտեղ նույն ձևի լարվածություններ են։ Այն որ կենտրոնական Ասիայի մեծ օրերը լարվածություն Ռուսաստանից հեռանալու, հա, իհարկե այդ պատերազմը, հիմա որ Միացյալ Նահանգները այս սկսել են հարաբերակորեն սկսել են նախաձեռնությունը C5 գումարած մեկ Ադրբեջան, դա Միացյալ Նահանգների մեծ ռազմավարության իրականացումն է, որը մի 3 տարի առաջ են իրական ընդունել։ Թրիպի ճակատագիրը կախված է այս մթնոլորտից։ Թրիպի ճակատագիրը կախված է, որովհետև այստեղ ստացվում է Հայաստանը ունի շատ փոքր պատուհան, հնարավորությունների պատուհան, 3 տարի մինչև Տրամպը նախագահ է, որ կարողանա թրիպի միջոցով ավելի մեծ սերտերընկատեր ստեղծի Միացյալ Նահանգների հետ եւ դրանով ինչ-որ ձևով երաշխիքներ ստանա Ռուսաստանը չի հարձակվելու։ Իսկ Ադրբեջանը Ադրբեջանը նույն ձևի, Ադրբեջանը ավելի հեշտ է, որտեղ Ադրբեջանը վաղուց Թուրքիայի հետ է, Թուրքիան ՆԱՏՕ-ն է, ՆԱՏՕ Միացյալ Նահանգներն է, Միացյալ Նահանգների ներկայությունը ռազմական, տնտեսական Ադրբեջանում վաղուց ձևավորված է տասնյակներ տարիների ընթացքում։ Ադրբեջանը ավելի հեշտ է մտնելու այդ ճարտարապետության մեջ, այդպես ասենք, հա։ Հայաստանը խնդիրներ ունի, որովհետև մինչև հիմա չեք կտրվել Ռուսաստանից, մեկ մնում եք Ռուսաստանի ռազմական դաշնակից, մեկ մնում եք եվրասիական պրոյեկտների մաս, եւ դու ունես շատ քիչ ժամանակ, որ կարողանաս դիստանցավորվես այդ ամենից։ Ոնց է այդ խնդիրը լուծելու, արդյոք դու 3 տարում հասցնելու ես այդ պրոյեկտը իրականացնես, եւ դու պիտի շատ ճիշտ դնես խնդիրները դրվածքը, որ այդ պրոյեկտը քեզ համար ոչ թե Նախիջևանի Ադրբեջանի կապն է, Նախիջևանի միջոցով Ադրբեջան կապն է ձևավորը, բայց դու պիտի դնես Տրամպի առջև այս պրոյեկտը պիտի քեզ թույլ տա Թուրքիայի բլոկադայի հանումը։
Հայաստանը պիտի հասնի նա, որ Միացյալ Նահանգները ստիպեն Թուրքիան, որ բլոկադան հանեն եւ Հայաստանը ստանա կոմունիկացիաներ դեպի Մերձավորցով, նավահանգիստներ, դեպի Եվրոպա եւ այլ։ Այդ ժամանակ մենք հնարավորություն կունենանք, մեր տնտեսությունը հնարավորություն կունենա սկսել զարգանալ ուրիշ տեմպերով եւ Լարսի անիծվածքից, Լարսի փակողումից մենք կպրծնենք Ռուսաստանի շանտաժից մի քիչ կապահովացնենք։ Բայց դրա անելու համար նորից եմ կրկնում հայկական կողմը պիտի պրոյեկտը պատրաստի, այդ պրոյեկտում մենք պիտի երաշխիքներ ուզենք, ոչ թե միայն տնտեսական, բայց նաև անվտանգության, կոմունիկացիաների բացման, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական։ Դա բարդ խնդիր է։ Այդ խնդրի կառուցման համար Հայաստանը պիտի հավաքի աշխատանքային խումբ եւ սկսի պատրաստել մաննախագիծ եւ ներկայացնի Միացյալ Նահանգներին, ոչի ստանա նմանատիպ ինչի մենք տեսնում ենք Ուկրաինայում եւ Միացյալ Նահանգները Ռուսաստանի 18-28 կետանոց պայմանագիր է ստորագրում, ասում ստորագրում, լավ կլինի որ Հայաստանը պատրաստի նախաձեռնությունը գնացի Տրամփ ջան, ուզում եք որ այս մեկը անենք, մենք տանենք, մենք պատրաստենք, ոչ թե սպասենք Միացյալ Նահանգները Ռուսաստանի, Թուրքիայի հետ ինչ պայմանագրության կգան։ Հասկանում ես, որովհետև Տրամփի վարկը անկախատեսելի է։